Բարելուս Հայաստան, բարելուս իմ հիանալի հայացք, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր ամսի 15-ն է հուլիսի 2026 թվականին եւ ունենք շատ թեմաներ, որ ուզում եմ ձեզ հետ քննարկեմ։ Առաջի թեման, ինչի մասին կուզենայի խոսայի, թե ինչ է ասե Միթոմ ընդդիմություն ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։ Խնդրեմ այս տեսահոլովակը։ Ամեն մեկը այնտեղ նստած մարդկանցից, իշխանականներից իր ճակատին կրում է 50,000 գողացված ձայների դրոշմը։ Այն մարդիկ, ովքեր ուզում եմ ասեմ, ովքեր մտնում են 50,000 ապացուցված գողացված ձայների դրոշմը։ ԲՀԿ-ն ոչ չմտավ խորհրդարան, շատ լավ։ ԲՀԿ-ն ոչ չմտավ խորհրդարան, մեկ թե երկու մանդատ նաև ձեր ուժին է ավելանում։ Մեր համար դա չի կարևոր եւ հետաքրքիր դա չի, մեր համար կարևորը լեգիտիմությունը եւ ընդհանուր թվականակի լեգիտիմությունը եւ պրոցեսների 50,000 գողացված ձայն կա։ Ապացուցված, դա չի եղել, որ մեկը մի հոգի, ասենք, դատական պրոցես կսվի 6 տարի հետո, ապացուցեն, որ այդպիսի բան չկա։ Ապացուցված 50,000 ձայն օրը ցերեկով գողացան Հայաստանի քաղաքացիներից։ Բայց դրոշմը այսօր, վաղը, մի տարի հետո, 2 տարի հետո մնալու է այդ մարդկանց ճակատին։ Ինքներդ տեսնում եք, սիրելի բարեկամներ, ինչ է ասում Նարեկ Կարապետյանը։ 50,000 ձայնից է խոսում եւ իրենք վերցնում են մանդատները։ Նարեկ Կարապետյան ջան, գոնե մի խոսա, ամոթ ունեցի։ 50,000 ձայն, որ դուք ասում եք գողացել է ԿՊԱ-ականները, ես ինչին որ ի սրտե հավատում եմ, իրոք դա այդպես է կա։ Բայց ինչու է յուրաքանչյուր քաղաքացու համար, ովքեր որ հավատացել են ձեզ, դուք պայքար չեք տանում, այլ վերցնում եք մանդատները։ Դա էլ դնենք կողքի, սիրելի բարեկամներ։ Այս մարդիկ դառնում են նիկոլական, այսինքն մտել են Նիկոլի դաշտ եւ որտեղ որ իրենք ջախջախվելու են։ Հիմա տեսեք ուժեղ Հայաստանից, նաեւ նախկին Սերժ Սարգսյանի կուսակցությունից եւ ամեն կուսակցություններում եղած իրենց թիմակիցը ինչ ձևի է խոսում այն դեպքի վերաբերյալ, որ սատկացրեցին, սպանեցին Գագիկ Ծառուկյանի այրուձին։ Միթոմ ձեռը առնում Նիկոլ Փաշինյանին, բայց ժպիտը ժպտալու ժամանակ ունեք, հա, ուրախանալու ժամանակ ունեք։ Դա լուրջ հանցագործություն է, իսկ դուք դա վերածում եք Միթոմ կատակի։ Խնդրենք այս տեսահոլովակը։ Առույցի անկման հիմնական պատճառը տեղափոխումը չէ։ Բայց տեղափոխում է առույցը իր համար այսքանի տարի այդ վանդակում ապրում էր մարդը այն երեխա վախտվանից առույցի գրկելա, ասես կաթը կերակրել մեծացրել ջան, բարձր չէ որ Ծառուկյանը այդ առույցին ավելի լավ է պահել, քան Նիկոլա Աշոտիկին։ Դա ակնհայտ է, չէ՞ ասեք, եւ հոգատարության իմաստով եւ վրեն կատարած ծախսի։ Հիմա այդ առույցի կերածը դու կյանքում կհամատես Աշոտիկի կերածի հետ, բացառված բան չէ։ Հիմա այդ կենդանին մնար իր վանդակի մեջ շարունակեր ապրել։ Նա կսատկեր չէ։ Հիմա տարել են սատկացրել, ասում տեղափոխումը չի։ Ինքնասպան է եղել երևի առույցը ճամփի մտածելով այն մտքից, որ ինքը Ծառուկյանի ենթակայությունից գնում է Ավինյանի ենթակայություն, այդ մտքից հենց ինքնասպան է եղել։ Բայց այնտեղ մի շատ պատվախնդիր կոկորդիլոս է գտնվել։ Ծառուկյանի պատիվը փորձել է պաշտպանել այդ մի կոկորդիլոս։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, սիրելի բարեկամներ, էս էլ ընդդիմություն։ Հաջորդը, սիրելի բարեկամներ, ինչի մասին ուզում էի խոսայի։ Քանի որ խոսացինք, որ մարդիկ գործողություններ չեն ուզում անեն, եւ այլն եւ այլն եւ այլն, հիմա տեսեք Գագիկ Ծառուկյանի ժողովուրդը, այն մարդիկ, ովքեր որ տարիներ շարունակ ստացել են բարձր աշխատավարձներ, բարեկեցիկ կյանք են ունեցել իրենց աշխատավարձերով, Գագիկ Ծառուկյանի ժողովուրդը ինչի մասին է խոսում։ Խնդրեմ տեսահոլովակ։ Միջոցառումները չեն ոչ թե հետաձգվել են, մարդիկ ուղակի ունեն մոտակա օրերին մեր մոտ գրանցված հարսանիք, զանգ են տալիս, ասում են ինչ անենք մենք ամսի 18-ին, դրանից հաջորդող ամսաթվերին չգիտեն իրանք, նույնիսկ իրանց տեխնիկական, դիզայներական բոլոր պայմանավորվածությունները համապատասխանեցրած է մեր սրահի հետ։ Տեսակ ինքներդ, ոչ մի բան, որ այդ մարդուն տարել են, այդ մարդը արել է, այս արել, ես հիմա չեմ ուզում Գագիկ Ծառուկյանին պաշտպանեմ,
բայց յուրաքանչյուրի խոսակցությունը այսենց ռեպորտաժների մեջ վերաբերում է անձնական ստամոքսին։ Ստամոքս, միայն ստամոքս, ոչ մի բան, բայց որ այդ մարդը տարիներ շարունակ իրենց արել է ամենալավը, այս մարդիկ այսօր դրա մասին չեն խոսում։ Դե սպորտսմենների մասին ընդհանրապես չեմ խոսում, դրանք խոսալու թեմա է չկա, իրանք իրանց երեսը ցույց տվեցին։ Ամեն մարդ ուզում է իր անվանի սպորտ դպրոց բացի, դրա համար է չեն խոսում երևի, իսկ այսօր ցավոք սրտի իշխանությունը դա Նիկոլ Փաշինյանն է, պետք է Նիկոլի հետ վատը լեն։ Հիմա տեսնենք Շուշիում ինչ էր ասում Իլհամ Ալիևը։ Խնդրեմ տեսահոլովակները։ Я об этом говорил, это Минская группа во главе с США, Францией и Россией, она только хотела отнять Карабах, и не только Карабах, то есть не только вот те административные границы бывшей Нагорно-Карабахской автономной области, но еще и всю территорию Лачинского района и Кельбеджарского района, и передать это Армении, чтобы мы на это согласились. И взамен на это нам обещали, что нам вернутся 5 районов, расположенные к востоку от того, где мы находимся. Ильхам Алиев открыто сказал, что Азербайджан был колонией в составе Советского Союза. В XIX веке мы были колонизированы, а затем, когда образовался Советский Союз, мы не были независимыми. Мы были республикой без каких-либо прав. Republic, yes, but without any right. Они лишь забирали наши ресурсы. 1 миллиард тонн нефти было добыто в Азербайджане. И когда Советский Союз распался, мы обнаружили себя без газа и без электричества. И за эти 30 с лишним лет Азербайджан стал средней силой. И в этом преимущество независимости. И он прав. Азербайджан стал наглядным примером того, что бывшие колонии Москвы имеют все, чтобы быть успешными. Для тех, кто, наверное, кто-то, может быть, и не знает, Михаила Гусмана, это достойный сын азербайджанского народа. В данном случае выступает здесь от имени пострадавших. У нас были и другие пострадавшие из России в прошлом году, но его я сегодня не вижу. Может, уже арестовали. Не дай Бог, конечно, дай Бог ему здоровья. Но одного уволили с занимаемой должности просто за позитивный вопрос президента Азербайджана. А другого объявили иноагентом только потому, что он сделал позитивные комментарии в адрес Азербайджана. Поэтому, Алексей, будь осторожен. Ровно год назад здесь, в этом зале, я спросил вас, что бы вы посоветовали Украине. И вы тогда ответили: никогда не соглашаться с оккупацией. Прошел год, очень многое изменилось. Сегодня весь мир видит фактическое окружение Крыма по суше, по морю и с воздуха. Сегодня весь мир видит одну из самых богатых нефтедобывающих стран в многокилометровых очередях за бензином. Что сегодня в новой ситуации вы посоветуете Украине? И я, пожалуй, задам еще один вопрос. Что бы вы сегодня посоветовали Путину, у которого, на мой взгляд, уже не осталось ни одного хорошего выхода? Спасибо. Рад снова вас видеть. Спасибо, что приняли наше приглашение и вновь посещаете Карабах. И я думаю, что ни украинский народ, ни власти Украины не нуждались в моем совете. Но я бы его сегодня также повторил. Никогда не соглашаться на оккупацию. И это то, что Украина делает. Она не соглашается. Что касается советов противоположной стороне, думаю, что уже давно должно было прийти понимание того, что эта война должна быть остановлена. Причем остановлена немедленно. Это позиция Азербайджана, это моя позиция чисто человеческая. Человека, который возглавлял и возглавляет страну, которая была оккупирована и которая освободилась от оккупации. Пугали, угрожали,
Звонили некоторые очень назойливо, некоторые менее. Но все хотели, чтобы мы остановились, чтобы все осталось как есть. Была цель не допустить, чтобы Азербайджан восстановил свои территории. Эта цель не была достигнута, потому что волю народа сломить невозможно. И невозможно победить народ, который стремится к независимости, к сохранению своей идентичности. Мне известна позиция президента Зеленского, мы на эту тему с ним обстоятельно говорили. Прекращение военных действий немедленно по линии соприкосновения. Я не знаю, до какой степени это предложение еще актуально, мне трудно сказать. Но во всяком случае он его публично не отзывал. Что касается позиции Азербайджана, она неизменна. Мы всегда поддерживали и поддерживаем, и будем поддерживать территориальную целостность Украины, ее суверенитет, нерушимость ее границ. Границы ни одного государства не могут быть изменены насильственно. Եվ այդ պետականությունով զբաղվելով Իլհամ Ալիևը անգամ հիմա պրովոկացիաներ է անում հարևան Վրաստանում։ Այսինքն սկսվում է ու ադրբեջանցիները մարնուլի ասում են, որ սա իրենց տարածքներն են, սա իրենց հայրենիքն է, ինչպես ասում են արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ, որը որ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը։ Որպեսզի չասեն ԿՊԱ-ականները դա լկտի սուտ է, քանի որ կապնում եմ իրենց բարեկամներին, խնդրեմ այս տեսահոլովակը։ Koy müna kavağın çasın. Kavağın çasına. Koy mü kavağın Один в один ռուսը կասեր։ Այնպես մի հատ հիանալի շանս է հիմա Ալիևին նստեցնել իրար տեղը եւ բարձրացնել Արցախի հարցը։ Տեսակ Գորդոնին ինչ ասեց։ Բայց սրանք պետք չի դա, Արցախը պետք չի։ Արցախի թեման փակ է Նիկոլի համար։ Նիկոլ, խնդրում ես ինչ ուզում ես արա, այն որ ռուսն ասում է պուլ է Մոսկվու, մի քիչ ես կրակի վրա բենզին ես լցում, Արցախի հարցը հնարավոր է այսօր լուծել։ Ռուսի ձեռքերով, Վլադիմիր Պուտինի ձեռքերով։ Վլադիմիր Պուտինը ի տարբերություն ձեզ անթասիբ մարդ չի։ Մի հատ ասում ես, այս շտես ինչ ասում, այնի վրաս կողքեվորվի։ Իսկ քանի որ Ալիևը զբաղվում է իր պետականությունով, իր ամեն ինչով, Նիկոլ Փաշինյանը սարերում տրճիկ է տալի։ Տեսնենք այս տեսահոլովակները, խնդրեմ։ Կտրտող սարն։ Ասում ենք գագաթ ես։ Խոստոպի գագաթին ենք։ Այսօր Արտեմ Մարտիրոսյանը մեզ ուղեկցեց մինչև Խոստոպի գագաթ, ինչի համար շնորհակալ ենք։ Ինչ ունես ասել Արտեմ։ Շնորհակալություն վստահության համար, անվտանգ վերել կատարեցինք, որը պարտավոր ենք նցել անենք։ Շնորհակալություն վստահության համար, լեռնի վեր։ Լեռնի վեր։
Премьер-министр Никол Пашинян опубликовал видео с вершины горы Хуступ. Никол Пашинян поднялся на гору Хуступ, одну из самых знаковых гор Сюника, вершины которой считались одним из любимых мест легендарного армянского военного деятеля Горегина Нжде. На вершине горы также установлена его статуя. Этот поход Пашиняна на Хуступ имеет символическое значение, учитывая историческую связь этой горы с именем Нжде. Отметим, что гора Хуступ находится в Сюникской области Армении, недалеко от города Капа. Սիրելի բարեկամներ, այդ բարձունքների, այդ սարերի վրա, այդ լեռների վրա եղել է Գարեգին Նժդեն։ Բոլորից խոսած, սառը ջրից խոսած, թիկնազորերից խոսած, իրենց ով որ ուղեկցել է դրանցից խոսած Գարեգին Նժդեի մասին բան չխոսած։ Նիկոլ, լայեղ չես անում Գարեգին Նժդեի անունը տաս, թե այդ քո այդ տրճիկ տալով ցույց ես տալի ադրբեջանցիներին ապագա իրանց տարածքները։ Իսկ որպիսի նրանք չասեն, որ դա լկտի սուտ է, սիրելի բարեկամներ, հիմա տեսնենք այս տեսահոլովակները, որտեղ որ արդեն խոսակցությունը գնում է անկլավների մասին եւ ինչ են ասում բնակիչները Տիգրանաշենի, խնդրեմ։ Партии «Гражданский договор» идет борьба за пост главы парламентской комиссии по обороне и безопасности. На должность претендуют 4 человека: Армен Хачатрян, Вилен Габриэлян, Сасон Микаэлян и бывший министр экологии Акоп Семидян. Если выберут Сасона Микаэляна, он вернется в парламент и получит депутатский мандат, что связано с возможным скорым распуском Союза добровольцев Еркрапа, который он возглавляет. Нынешний председатель комиссии Андроник Кучарян в список кандидатов не попал. Ранее он заявил, что как беспартийный находится в менее выгодном положении по сравнению с кандидатами от «Гражданского договора». Մինչև տարեվերջ Ադրբեջանին կփոխանցվեն ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Տիգրանաշեն, Վերին Ոսկեպար եւ Բարխուդարլու գյուղերը։ Ադրբեջանը հավակնում է Հայաստանի 3 անկլավներին՝ Տիգրանաշենին, Վերին Ոսկեպարին եւ Սոֆուն ու Բարխուդարնուին։ Սրանք պարզապես տարածքներ չեն։ Տիգրանաշենով անցնում է դեպի Սյունիք եւ Իրան տանող կենսական մայրուղին, իսկ Վերին Ոսկեպարով Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Այս գյուղերի հանձնումը Բաքվին կտա ուղիղ վերահսկողություն Հայաստանի արտաքին կապերի եւ տնտեսական զարկերակների նկատմամբ։ Ադրբեջանը հիշյալ գյուղերի հետ ուղիղ հաղորդակցություն չունի, ինչը նշանակում է, որ տարածքների փոխանցման դեպքում պետք է նաև վերջիններիս հետ կապող միջանցքներ ստեղծվեն, ինչն էլ իր հետ անվտանգային նոր մարտահրավերներ կստեղծի։ Ըստ փորձագետների, մինչև տարեվերջ իշխանությունը պատրաստվում է վերջնականապես լուծել անկլավների հարցը։ Մինչ Ադրբեջանը պահանջում է իր նախկին տարածքները, նա պետրականապես բացառում է հայկական արծվաշենի վերադարձը։ Արդյունքում միակողմանի զիջումներով Հայաստանը կորցնում է իր ռազմավարական բարձունքները եւ հերթական անգամ մնալով ձեռնունայն եւ լիակատար շրջափակման։ Էսի մեր հողն է, մենք ուր թողենք գնանք։ Ուր գնաս քո հողից։ Գնաս որ թուրքին տեղ տաս, թուրք եկա մտավ հետո։ Թուրքը կարող է քնած լինես մի օր էլ գաս տենաս դուրը ծեծում է աչքիդ առաջ թուրքը կանգնած է։ Նես չի թուրքը այս սահմանով չի մտնում հլնում։ Վերևի իշխանությունները պետք է ուսումնասիրեն այդ պատմությունը։ Եթե մարդը ինքը քաղաքական գործիչ է ու պատմությունից ոչ մի բան տեղյակ չի, մենակ նշում է Տիգրանաշենը տամ Ղարաբաղն էլ տվեցին։ Ինչ ասան, ինչի արդյունքի հասանք մենք։ Հիմա էլ հերթ հասել է Տիգրանաշենին, թող տան։ Արծվանիստն էլ մերն է, բայց միջև Արծվաշենը մերն է։ Միջև Տիգրանաշենը տալա, թող Արծվաշենը մեզ վերադարձնի, որտեղի ժողովուրդը գնալու տեղ ունենան։ Նույն վարչուց քաղաքական գործիչները, վարչության պետերը, չգիտեմ, իշխանությունները տեղյակ են, որ ստեղի ժողովրդին հանեն ինչով են ապահովելու։ Քաղաքի բնակիչի հարցնել է, այսի եթե այս գյուղը տվեցին, քաղաքն էլ են տալու։ Բոլորը պիտի մի համուր ուժով կանգնեն, ոտքի ոչ չթողեն։ Այսի մի հատ փոքրիկ գյուղ է, որ այսի կարելի ասել կենտրոն է։ Այս կարելի է կոչել հենց քաղաքի կենտրոն, որտեղ գլավնի մայրուղին ստեղից է գնում գալում։ Կամ այսի փակած, կամ չգիտեմ, այս հարցը ոնց է լուծվում։ Թող իշխանության հարցն է, այսի գյուղացու հարցը չի։ Ինչ ասես, ասելու չկա։ Հələ դուք փորձեք այդ տարածքները տվեք։ Հələ դուք փորձեք։ Ես այս վերջում կասեմ, մի հատ հետաքրքիր բան եմ ասելու ու տենանք ինչա լինելու։ Սիրելի բարեկամներ, քան ինքը տրճիկա տալի այդ սարերում, եսի ինչ ռեպորտաժներ անում, Լարսում, վրաց ռուսական սահմանում աղետալի վիճակ է։ Ժողովուրդը այսօր գյուղացին չի կարող տանել իրեն ապրանքը դեպի Ռուսաստան, վաճառելու թեմա չկա։ Ոբշեմ ինչ որ կատարվում է, ինչ սխեմաներ է մտածում, այս հաջորդ ռեպորտաժի մեջ, խնդրեմ։
Ռուսաստանի հայկական պտուղ բանջարեղենի համար կիրառվող սահմանափակումները շրջանցելու տարբերակ է գտել Հայաստանի կառավարությունը։ Բեռնատարի մի վարորդ անանուն մնալու պայմանով հայլուրին ահազանգել է, որ հայկական ծիրանը հասցնում են հարևան Իրան, Իրանից անցկացնում Ադրբեջան, ապա Ռուսաստան։ Ստացվում է Իրանականի անվան տակ է հայկական ծիրանը մտնում ռուսական շուկա։ Հայլուրին ահազանգած բեռնատարի վարորդը, որ արդեն 2 շաբաթից ավելի է Նորդուզի սահմանային անցակետում է եւ չի կարողանում ապրանքը դատարկել, պնդում է, որ անցակետում հասկացել է ինչու են ծիրանը տանում Իրան։ Ֆիտոսանիտարական նորմերին համապատասխանելու մասին փաստաթուղթ են ուզել բեռի սեփականատերերը, բայց իրանցի մաքսավորները չեն տալիս, պատճառաբանելով, թե հայկական ապրանքների համար այդպիսի փաստաթուղթ տված մեկ մասնագետ ձերբակալվել է։ Դուք ուզում եք հակառուսական տրամադրություն սերմանեք ժողովրդի մեջ։ Դուք թողեք իմ ապրանքետը դու ռուսը վառի։ Չէ ասա Ֆրանսիա տար արտակ։ Ֆրանսիայի ֆիտո դու։ Իա։ Ասում են ֆիտո տվեք, ֆիտո, պայթունա վտանգ վիճակը ամբողջ հանրապետությունում։ Գյուղացին գազազավ տանկը չի կայնստի։ Գյուղացին Սերժին հեռացել է, որ այսօր Նիկոլը նստած մեզի էշի տեղ եք տվել։ Ребята, вот такая обстановка. Короче, забито. Не заехать, не проехать. Короче, все стоит в сторону Грузии. Хуй его знает, 8 рядов. Так что вот так вот. Я попробую еще дальше увеличить. Короче, отсюда с Грузии тоже не получается выехать, все стоят здесь. Սիրելի բարեկամներ, ինչ անի հիմա խեղճ գյուղացին։ Հայազգ ջան, ինչ անես դու, եթե այս մարդիկ ավտոպիլոտը միացրել են, անտերության են մատնե երկիրը։ Չգիտեմ, բայց ես ձևը կասեմ հաղորդման վերջում։ Հիշում եք ջհուդների պահը եվրեյ ժողովրդի, որ ուզում էին ճանաչեին հայոց ցեղասպանությունը։ Վայնասոները ստե հանեցին, դրեցին, Նիկոլ Փաշինյանը մեզի պետք չի, մի քանի բազգաթորային դիվանի քաղաքական գործիչներ սկսեցին խոսալը, դա իրենց շահերից է։ Իսկ եվրեները ապուշասկ չեն, սիրելի բարեկամներ։ Եվրեները մտցրեցին իրանց խորհրդարան եւ առայժմս ասեցին պետք չի։ Այսինքն ինչա կատարվում։ Այն որ ասում է կույրին ինչա պետք, մի զույգ աշկ։ Եվրեները հիմա վաղը չմիսոր կսեն, մենք ուզում էինք, դուք ասիք ձեզի պետք չի, համ չեն ճանաչելու, համ մենք մնում ենք պարտքի տակ։ Հələ սրանց ուղեղին նայի։ Նենց է սրանք չպետք է ճանաչեին։ Խոդ արեցին, իմանալով, որ այս դավադիր իշխանությունը պիտի վայնասուն հանի։ Արեցին, ցույց տվեցին, որ իրանք շատ բարի են։ Հայերը իրենք չուզեցին, քանի որ ասեցին, դա բխում է ջհուդների շահերից։ Ստացակ։ Ոչինչ, բայց որ մի հատ ճանաչում ավել լիներ, երևի հայ ազգիս փորը ցավար։ Իսրայելի խորհրդարանում Օսմանյան կայսրության կողմից առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի նկատմամբ իրականացված բռնությունները որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ նախատեսված կարևոր քվեարկությունը կասեցվել է։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվականները։ Քվեարկության հետաձգումը տեղի է ունենում տարածաշրջանային լարվածության ֆոնին, երբ Իրանի հետ հրադադարը խախտվել է Պարսից ծոցում շարունակվող հարձակումների պատճառով։ Այն նաև հաջորդում է Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ընթացքում Անկարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր արել հաստատել ամերիկյան F-35 կործանիչների վաճառքը։ Հիշեցնենք, որ անցյալ ամիս Իսրայելի կաբինետը միաձայն հավանություն էր տվել հայերի նկատմամբ իրականացված բռնությունները որպես ցեղասպանություն որակելու առաջարկին, սակայն Քնեսեթում նախատեսված վերջնական քվեարկությունը JNS-ի տեղեկություններով կասեցվել է։ Խորհրդարանը շաբաթվա վերջում անցնում է ամառային արձակուրդի եւ աշխատանքները կվերսկսի միայն հոկտեմբերի 27-ի համապետական ընտրություններից հետո։ Չգիտեմ անգամ ինչ ասեմ։ Էս ինչ են անում սրանք էս մեր երկիրը, էս ուր են տանում, ոնց են դրած քայքայում, նեսից, դսից, տակից, վրից։ Իսկ հիմա, սիրելի բարեկամներ, եթե դուք հիշում եք, ես ձեզ ասեցի, որ մենք դիմել ենք Երևանի քաղաքապետարան, որպեսզի մեզ թույլ տան, մեկ ամսվա ակցիաներ տանենք, մենք ծանոթանանք ձեզ հետ, մենք իրար հետ որոշենք ապագան ինչ է կսպասում մեր հայ ազգին, մեր երկրին։ Հիմա ես կտեղադրեմ նամակի բովանդակությունը, որը որ ես
գրել էի, օրենքի սահմաններում է գրել եւ կտեղադրեմ իրենց ապօրինի պատասխանը։ Հիմա տեսնենք իմ ուղարկածը, մեր ուղարկածը կուսակցության, խնդրեմ։ Տեսակ ինքներդ բավականին երկար ժամանակ պահեցի, որպեսզի դուք լավ կարդաք ուսումնասիրեք։ Իսկ հիմա ինչ սահմանադրական խախտում են անում իրանք, խնդրեմ իրանց նամակ։ Կարդացիք, տեսակ։ Բայց ես ուրիշ բան գիտեմ, սիրելի իմ հայ ազգ։ Եվ թող դրա մասին լսի ընդդիմությունը ընտրված։ Ընդդիմություն, ալո, ուր եք։ Լսեք, ինչ եմ ասում ես։ Բայց այդ բառերը դուք պետք է ասեիք։ Պարոն Ավինյան, տոյիշ պարոն, Տիգրան Ավինյան, Նիկոլ Փաշինյան։ Բա դուք դուխով տղա էիք, Նիկոլ, այդ կոմունիստներից արդեն վախենում ես, Նիկոլ։ Վախենաս չվախենաս, Նիկոլ։ Դու հրավիրել ես հեղափոխության, կոմունիստական, ժողովրդական կոմունիստական կուսակցությունը հարգելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, ոչ թե քեզ, ընդունել այդ հրավերքը։ Մենք մեկ անգամ եւս կդիմենք քեզ, Տիգրան Ավինյան։ Ուրիշ ֆորմատով, ուրիշ ձև ներկայացնենք, մենք ինչ ենք ուզում անենք։ Դենամ այդ ժամանակ ինչ եք պատասխանելու։ Իսկ երբ որ դուք կմերժեք, այդ ժամանակ մենք առանց ձեր թույլտվությամբ կանենք հավաք։ Դուք էլ փորձեք մեզ կալանավորեք։ Փորձեք։ Կարակ ժողովրդին բերեք, ինձի բռնեք, ջարդեք, ծեծեք, ինձի ջարդեք, մյուսին ջարդեք, ազգին չեք ջարդի։ Քանի որ ազգը արդեն զգում է, որ դուք տանում եք իրենց մատաղի Թուրքին։ Իսկ դա Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը եւ Արտուր Ֆարմանյանը թույլ չի տալու։ Կյանքի գնով թույլ չեմ տալու։ Կենաց մահու ձեր հետ կռիվ ունեմ տալու։ Քպականներ, քանդիր պետություն կուսակցությունը։ Ձեր երգը ավարտված է եւ մենք դրան կդնենք վերջ։ Օրենքի սահմաններում, իսկ մենք կանենք ամեն ինչ, որ մենք անենք քայլերը օրենքով եւ տեսնենք, թե իշխանությունն է անօրինականության դիմում, թե կոմունիստ մարդիկ, ովքեր միշտ գործել են օրենքի սահմաններում։ Սիրելի հայ ազգ, իսկ հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ մի նկար, որը որ եղել է առաջվա մեր արևմտյան Հայաստանում հայ երեխաներին, ինչ ստորացման process են անցել այդ երեխաները։ Նրանց հավաքել են միտեղ, ձեռքերը տվել են թուրքական դրոշները եւ Էնվեր Փաշայի, կարծեմ այդ Զիբիլի անունը Էնվեր Փաշա է նկարը եւ մեր հայ երեխաներին նկարել են։ Ուզում եք նույն բանը կատարվի այսօր Հայաստանի Հանրապետությունում, որ մեր երեխաները, մեր թոռները նկարվեն Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշի հետ եւ պահեն նկարները բեղերով տառական Իլհամ Ալիևի եւ Էրդողանի, ապա ուրեմն կարող եք սուսուփուս նստել ձեր տները եւ զբաղվել ձեր ստամոքսով։ Կներեք, որ այսպես կոշտ են պատասխանում։ Իսկ որպեսզի չասեք եւ իրենք չասեն դա լկտիսուտ է, խնդրեմ այս նկարը։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Սիրելի բարեկամներ, մեկ անգամ եւս ուզում եմ վերհիշենք մի փոքր կադրով մեր խորհրդային տարիները, խնդրեմ այս տեսահոլովակը։ Тебя выдумала звездная страна, снится мне издавна, снится мне она. Выйду я из дому, прямо за пристанью бьется волна. Ветреным вечером смолкнут крики птиц, звездный замечу я свет из-под ресниц.
Тихо навстречу мне выйдет доверчивый маленький принц. Самое главное — сказку не спугнуть. Տեսակ մարդկանց դեմքերը, ժպիտները, ուրախությունը, աուրան, ատմոսֆերան, ամեն ինչ եղել է բարի, բարի եւ մարդկային։ Այսօր այս կանը, գեցե Հայաստանից Հանրապետությունը, գեցե հայազգս, գեցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին, գեցե ջավախկա հայությունս, գեցե սփյուռքա հայությունս, գեցե հայկական Արցախը, Նիկոլ Փաշինյան, Արցախը հայկական է եւ վերջ։ Եվ դուք մեր տարեց եղբայրեր եւ քույրեր, պապիկներ եւ տատիկներ, լավ եղեք։ Ամեն ինչ լինելու է գերազանց։ Այսօր այս կանը ստեսություն, հուսով եմ կհանդիպենք, Աստված բոլորիս պահապան։